Հաշվեկնիչ պալատը դրական եզրակացություն է տվել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությանը։ Այս մասին հունիսի 18-ին ազգային ժողովի նիստում համապատասխան հարցի քննարկման ժամանակ հայտնել է պալատի ղեկավար Ատոմ Ջանջուղազյանը։ Պետական բյուջեի աուդիտի արդյունքում արձանագրվել են 83 անհամապատասխանություն եւ 6 աղավաղում, որոնք սակայն չեն ազդել փորձագետների կարծիքի վրա։ Փաստն այն է, որ ընդհանուր առմամբ այդ անհամապատասխանություններն ու աղավաղումները կազմել են աուդիտի ենթակա ծախսերի ընդամենը 0,11%։ Բացարձակ թվերով խոսքը 3,1 միլիարդ դրամի մասին է, որը զգալիորեն ցածր է սահմանված շեմից, հայտնել է Ջանջուղազյանը։ Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հաստատեց ծրագրի առաջին փուլը, որի միջոցով Հայաստանի գյուղական եւ թերսպասարկվող բնակավայրերում բարելավվելու է ոռոգման եւ խմելու ջրի համակարգերի հասանելիությունը, ստեղծվելու են աշխատատեղեր, խթանվելու է տնտեսական աճը եւ բարձրացվելու է ջրապահովությունը եւ դիմակայունությունը ծայրահեղ եղանակային պայմաններին։ Ջրի եւ ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի առաջին փուլը, որի գործողության ժամկետը 2025-ից 2031 թվականներն ներառում է վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի 80 միլիոն դոլարին համարժեք վարկը եւ ֆրանսիական զարգացման գործակալության, Եվրամիության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համաֆինանսավորումը 185 միլիոն դոլարին համարժեք ընդհանուր գումարով։ Առաջիկա 10 տարիների ֆինանսավորման ընդհանուր փաթեթը կազմելու է 435 միլիոն դոլար, այդ թվում 330 միլիոն դոլարի ֆինանսավորում վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի կողմից։ Վերջին տարիներին Հայաստանում նշանակալի տնտեսական աճ է գրանցվել, սակայն աղքատությունը տեղի չի տալիս։ Թեև երկրի աճի զգալի մասն այժմ պայմանավորված է ծառայություններով ու արդյունաբերությամբ, գյուղատնտեսությունը մնում է խոշոր գործատու եւ կերակրում է բազմաթիվ ընտանիքների։ Բյուջեի դեֆիցիտը 2026 թվականին նախատեսվում է հասցնել 4,5%-ի, իսկ 2030-ին 1,5%-ի։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նա մեկ շաբաթ առաջ կառավարության նիստում հաստատված միջնաժամկետ ծախսային ծրագիրը բնութագրեց որպես հավակնոտ եւ խիզախ փաստաթուղթ։ Ինչու եմ այդպես համարում, որովհետեւ մենք միջնաժամկետ ծախսային ծրագրով ցույց տվեցինք բյուջեի դեֆիցիտը կրճատելու մեր հանձնառությունը, ասաց նախարարը, հիշեցնելով, որ 2025-ի բյուջեով նախատեսված դեֆիցիտը 5,5% է։ Ֆինանսների նախարարը վստահեցրեց, որ նախատեսված կրճատումը որևէ կերպ չի վտանգի պետական բյուջեով իրականացվող կարևոր ծրագրերը։